Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել նրանից։ Թող Աստված մեզ օգնի, իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա, խոնարհեցնի մեր սիրտը, որպեսզի խոնարհ սրտով լսենք իր դասերը եւ սովորենք եւ իրականացնենք մեր կյանքում։ Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն մենք վերջացրեցինք երկրորդ երամսյակը եւ սկսում ենք երրորդ երամսյակի դասը, որը կլինի, որի ժամանակ մենք ուսումնասիրենք Մարկոսի ավետարանը։ Եվ այսօրվա դասի հիշելու համարն է Մարկոս առաջին գլուխ 14-15 համարները։ Հովհաննեսի մարտնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեյ, քարոզում էր Աստծո թագավորության ավետարան ու ասում. լրացել է ժամանակը եւ մոտեցել է Աստծո թագավորությունը, ապաշխարեք ու հավատացեք ավետարանին։ Ուրեմն մինչև սկսել ուսումնասիրել ավետարանը, մի քիչ խոսենք Մարկոսի մասին, ով էր Մարկոսը, եւ որպեսի պարզենք, թե ով էր նա, մի քանի համարներ կա նոր կտակարանում, որ նրա անունն այնտեղ կա, եւ ուսումնասիրելով այդ մի քանի համարները մենք կտեսնենք, թե ով էր Մարկոսը։ Կարդանք Գործք առաքելոց 12 գլխի 12 համարը։ Եվ սթափվելով եկավ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել եւ աղոթում էին։ Ուրեմն սա վերցված է այն մասից, երբ Պետրոսը բանտում էր եւ իր համար աղոթում էին այս Մարիամի տանը, եւ հրեշտակը եկավ ազատեց իրեն եւ ինքը եկավ այդտեղ, ասում է սթափվելով, երբ որ ինքը փողոցում մենակ մնաց, Պետրոսը սթափվեց եւ եկավ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել եւ աղոթում էին։ Այսինքն դա փոքր տնային եկեղեցի էր եւ այս համարներից պարզ է, որ Մարիամը բավականին ունևոր կին էր եւ նեցուկ էր կանում Աստծո գործին։ Եվ ուրեմն ինքն էր երիտասարդ որդի, որի անունը Հովհաննես էր, բայց նրան կոչում էին Մարկոս։ Եվ Մարկոսը նաև հիշատակվում է հետևյալ տեղում Գործք առաքելոց 13 գլխի 1-ից 5 համարներում եւ 13 համարում։ Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ եւ ուսուցիչներ, Բարնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը, Հերովդես չորթապետի ընկերը եւ Սողոսը։ Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. առանձնացրեք ինձ համար Բարնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց։ Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով նրանց վրա ձեռք դրեցին եւ ուղարկեցին։ Նրանք Սուրբ Հոգուց ուղարկված Սելևկիա իջան եւ այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ Սաղամինը հասնելով հրեաների ժողորաններում Աստծո խոսքն էին քարոզում, Հովհաննեսը նրանց օգնականն էր։ Այսինքն սա հենց այս երիտասարդ Հովհաննես Մարկոսն էր։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է առաջին միսիոներական ճամփորդությունը, որ արեցին Պողոսն ու Բարնաբասը, եւ իրենց հետ վերցրեցին նաև Մարկոսին, որպեսզի օգնի իրենց։ Բայց 13-րդ համարը ասում է. եւ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը, իսկ Հովհաննեսը նրանցից բաժանվելով վերադարձավ Երուսաղեմ։ Այստեղ պատճառը գրած չի, թե ինչի վերադարձավ Երուսաղեմ։ Պատճառը ավելի ուշ կտեսնենք, կպարզենք, բայց
Ellen White-ը գործ կարաքելոց գրքում գրում է, որ Մարկոսը վախեցած ու վհատված մի պահ վարանեց ամբողջովին Աստծո գործին նվիրվելու մտադրության մեջ։ Դժվարություններին անսովոր նա հուսալքվեց ճանապարհի խոչընդոտներից ու զրկանքներից։ Եվ White-ը սա հենց այնպես չի գրել, որտեվ երբ որ մյուս համարները կարդան, կտեսնենք, որ կպարզվի, թե որ իրոք դա այդպես էր։ Ուրեմն քանի որ իր մայրը արդեն դարձի էր եկել եւ ինքն էլ սիրեց Քրիստոսի ավետարանը եւ ուզեցավ եւ դարձի եկավ եւ միգուցե մայրն էլ Բարնաբասն էլ, որ իր ազգականն էր, իրեն համոզեցին, որ արի գնանք եւ դու կարող ես փորձառություն ձեռք բերել եւ նա համաձայնվեց։ Երիտասարդ պատանի էր, դա մոտավորապես 40 թվականներն էր մեր, այսինքն ճամփորդությունը Պողոսի ու Բարնաբասի առաջին ճամփորդությունը մոտավորապես 40 թվականներն էր մեր թվարկության, որ սկսվեց։ Եվ բայց այս երիտասարդը իհարկե շատ մեծ դեր է խաղում երիտասարդ լինելը եւ մեծ դեր է խաղում, որ ինքը ունևոր ընտանիքից էր եւ դժվարությունների սովոր չէր եւ դրա համար իր համար կարծես այդ ճամփորդության դժվարությունները շատ եղավ, այսինքն մի քիչ ավելի շատ էր, քան ինքը կարող էր դիմանալ։ Եվ կարդանք մյուս համարները, Գործ կարաքելոց 15:36։ Սակայն մի քանի օր հետո Պողոսը Բարնաբասին ասաց. «Արի վերադառնանք ու մեր եղբայրներին այցելենք բոլոր այն քաղաքներում, որոնց մեջ Տիրոջ խոսքը քարոզեցինք, եւ տեսնենք, թե ինչպես են նրանք ապրում»։ Բարնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել, բայց Պողոսը մտածում էր, որ Պամփյուլիայում իրենցից բաժանվածին եւ իրենց այդ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ Այսինքն պարզ երևում էր, որ Մարկոսը լքել էր նրանց իրենց գործի կեսում։ Իսկն դա էլ մի դժվարություն էր, որ օգնական ունես, հետո գործի կեսից լքում գնում է։ Եվ նրանց միջև այնպիսի գժտություն եղավ, որ իրարից բաժանվեցին։ Բարնաբասը Մարկոսին վերցնելով նա վարկեց Կիպրոս։ Տեսեք, եւ Պողոսը եւ Բարնաբասը խորը հավատացյալ մարդիկ էին, քրիստոնյա էին, բայց իրենց մեջ գժտություն տեղի ունեցավ, անհամաձայնություն։ Նվիրված քրիստոնյաներ էին։ Դա չի նշանակում, որ նվիրված քրիստոնյաների մեջ երբեք անհամաձայնություն չի լինում։ Ոչ, լինում է, մարդիկ ունենում են իրենց կարծիքը, Պողոս ուներ իր կարծիքը, Բարնաբասը իր կարծիքը։ Բայց Աստված դա էլ օգտագործեց դեպի լավը, որովհետև փոխարեն մի ուղղությամբ գնային եւ վկայեին, այսինքն քարոզեին, ավետարանեին, եղավ երկու ուղղությամբ, երկպատիկ աշխատանք եղավ եւ դա հոգուտ էր Աստծո գործին, որտեվ Պողոսը վերցրեց Շիղային եւ գնաց իր ճամփորդությանը, իսկ Բարնաբասը վերցրեց Մարկոսի։ Այսինքն երկու հատ ճամփորդություն եղավ ավետարանչական։ Ուրեմն ինչու Պողոսը չէր ուզում վերցնել Մարկոսին, որտեղ ինչպես ասեցինք, Մարկոսը չդիմացավ եւ Պողոսը մտածում էր, որ էլի չի դիմանա եւ կես գործին նորից կլքի եւ իրենք դժվարության մեջ կմնան առանց օգնականի։ Եվ այն ժամանակ իհարկե ավետարանիչ լինելը շատ բարդ էր, այսօրվա պայմանների չկա, որ նստեն օդանավ թռչեն գնան, կամ ավտոն նստեն քշեն գնան, կամ այսինքն այսօր կա շատ է հեշտացած մարդկային կյանքը, քան թե այն ժամանակ։ Տեսեք ինչքան դժվարություններ էին ավետարանիչները կրում, կարդանք 2-րդ Կորինթացիս 11:23-28 համարները։
Քրիստոսի, որը գրել է Պողոսը, գրում է ավետարանիչների դժվարության մասին, մեծամասամբ իր դժվարությունների մասին, եւ սրանից մենք գաղափար ենք ազում, թե ինչքան դժվար է այն ժամանակ ավետարանիչ լինել։ Քրիստոսի սպասավորներ են խենթությամբ եմ ասում ես, առավել եւս վաստակով, առավել եւս գանահարությամբ, առավել եւս բանտարկությամբ, առավել եւս մահվան վտանգով բազում անգամ, հրեաներից 5 անգամ 40-ից մեկով պակաս հարված եմ ընդունել, 3 անգամ խարազանվել եմ, 1 անգամ քարկոծվել, 3 անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել, բազմաթիվ ճանապարհություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից, հոգնություն աշխատանք, բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ, մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ Այսինքն ավետարանիչ լինելը մանավանդ այն ժամանակ, երբ հալածվում էին եւ քրիստոնյաները եւ այսօր էլ շատ տեղերում հալածան կա քրիստոնյաների, այսինքն եւ մահվան վտանգ կար, եւ տարբեր դժվարությունների վտանգ, եւ հիվանդության վտանգ, եւ սովի, եւ այլն, եւ այս երիտասարդը չդիմացավ, Մարկոսը ուղղակի չդիմացավ այդ դժվարություններին, ինքը փափուկ կյանքի էր սովոր, եւ բնական է, համ երիտասարդ էր, համ փափուկ կյանքի էր սովոր, եւ դրա համար չուզեցավ, այսինքն մինչև վերջ չմնաց եւ կիսատ մնաց, բայց ասված նոր կտակարանի մյուս համարներից մենք գիտենք, որ Մարկոսը փոխվեց, այսինքն Բարնաբասի, որ երկրորդ հնարավորություն տվեց Մարկոսին իզուր չանցավ։ Մի քանի համարներ կարդանք եւ դրանից պարզ է դառնում, որ Մարկոսը ինչպես էր փոխվել եւ ինչպիսի վստահելի Քրիստոսի ծառայող էր դարձել։ Կողոսացիս 4:10, որ գրում է Պողոսը. Ձեզ ողջունում են Արիստարխոսը իմ բանտակիցը եւ Բարնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք։ Այսինքն Մարկոսը հիմա իր հետ է եւ իրեն օգնում է։ Երկրորդ Տիմոթեոս 4:11, դրանից արդեն անցել էր 20 տարի, այսինքն այն ժամանակ, երբ որ իրանք առաջին ճամփորդություն արեցին, մոտավորապես 40 թվականներ, իսկ հիմա արդեն 60-ական թվականներն են, որ գրվել են Պողոսի ու Պետրոսի այս թղթերը, մոտավորապես 60-ական թվականներն են, այսինքն 15-ից 20 տարի էր արդեն անցել։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Հովհաննեսը դարել էր հմուտ եւ շատ փորձառու ավետարանիչների օգնական։ Երկրորդ Տիմոթեոս 4:11, որը նույնպես Պողոսն է գրել. Միայն Ղուկասն է ինձ հետ, Մարկոսին վերցրու եւ բեր քեզ հետ, որտեւ նա ինձ ծառայելու համար պետք է։ Այսինքն Պողոսը ինքը խնդրում է, որ Մարկոսին ուղարկեն, որ ինքը օգնի իրեն։ Փիլիմոն միայն մեկ գլխից է եւ 24 համարը կարդանք։ Իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարխոսը, Դեմասը, Ղուկասը, սա նույնպես Պողոսն է գրել։ Այսինքն այստեղ նա ինքը արդեն Մարկոսին կոչում է իր գործակիցը։ Եվ կարդանք առաջին Պետրոս 5:13, որը Պետրոսն է գրել. Ձեզ ողջունում եմ Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին եւ իմ որդի Մարկոսը։ Այսինքն այնքան հմուտ օգնական էր դարել Մարկոսը, հմուտ ծառայողը Հիսուսի համար, որ Պետրոսը ասում է իմ սիրելի, իմ որդի Մարկոսը, որդի է կոչում Մարկոսին։ Տեսեք, եթե Բարնաբասը երկրորդ հնարավորությունը չտար Մարկոսին, մենք չէինք ունենա Մարկոսի ավետարանը եւ իրենք չէին ունենա նման հմուտ եւ փորձառու օգնականի։ Երբեք պետք չէ խաչ քաշել մարդու վրա, պետք է հաշվի առնել իր տարիքը, իր դրությունը եւ Բարնաբասը իր թևի տակ առնելով, այսպես ասենք, Մարկոսին նրանից սարքեց հոյակապ աշխատակից։
քիչ օգնելով նրան, այսինքն ուսուցանելով նրան, ինչպես ծառայել Քրիստոսին։ Իսկ հիմա կարդանք Մարկոս առաջին գլխի 1-ից մինչև 8-րդ համարները, Աստծո որդու Հիսուս Քրիստոսի ավետարանի սկիզբը։ Ինչպես գրել են մարգարեները, ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից, որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ։ Անապատում կանչողի ձայն է, Տիրոջ ճանապարհը պատրաստեք եւ նրա շավիղներն ուղիղ արեք։ Այս բոլորը Մարկոսը մեջ է բերում 5 կտակարանից, առաջինը, ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից, որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ, դա Մաղաքիա 3-րդ գլխի առաջին համարն է, եւ երկրորդը անապատում կանչողի ձայն է, Տիրոջ ճանապարհը պատրաստեք ու նրա շավիղներն ուղիղ արեք, Եսայա 43 սրանք մարգարեություններ են Հովանես Մկրտիչի մասին։ Եվ ինչպես տեսակ տարբերությունը մյուս ավետարանների հետ, մյուս ավետարանը օրինակ Ղուկասը, Մատթեոսը սկսում են նկարագրելուց, թե ինչպես Մարիամ աղիացավ, ինչպես Հիսուսը ծնվեց եւ այլն, բայց Մարկոսի մեջ չկա այդ բոլորը։ Մարկոսը ամենակարճ ավետարանն է 16 գլուխ ունի ընդամենը եւ ինքը շատ գործնական ձևով է գրում, այսինքն շատը Հիսուսի գործերի մասին է գրում եւ ավելի քիչ նրա ասացները։ Եվ այստեղ ցույց է տալի Մարկոսի ավետարանում մենք տեսնում ենք Հիսուսին մարդացած, որպես մարդ, հասարակ մարդ քայլելով, իրենց փողոցներով եւ բուժելով եւ բարի գործեր անելով իրենց եւ փրկելով իրենց հոգեվոր խաբարից։ Հովանես անապատում մկրտում էր եւ արդեն այստեղ մենք տեսնում ենք, որ այս 5 կտակարանան մարգարեություններ կատարվել են։ Հովանես մկրտիչը ծնվել է, մեծացել է եւ արդեն ծառայում է։ Հովանես անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները եւ Երուսաղեմացիները, նրանք Հորդանան գետում Հովանեսից մկրտվում էին իրենց մեղքերը խոստովանելով։ Հովանեսն ուխտի մազից հագուստ էր հագել, այսինքն շատ նման էր ինքը Եղիային։ Կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխուվայրի մեղրեր ուտում եւ քարոզելով ասում էր. իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու եւ կոշիկների կապերն արձակելու։ Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ։ Ուրեմն Մարկոսը իր ավետարանը սկսում է Հովանես մկրտչի քարոզից եւ այստեղ ցույց է տալի, թե ինչպես է Եսայայի եւ Մաղաքիայի մեջի մարգարեությունները կատարվում։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, կարդանք Մարկոս առաջին գլխի 9-րդ համարը, 9 եւ 10 եւ 11։ Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ եւ Հորդանանում Հովանեսի ձեռքով մկրտվեց եւ անմիջապես երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծո հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում եւ երկնքից ձայն լսվեց. Դու ես իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճություն։ Այսինքն Հիսուսը մկրտվեց մեզ օրինակ լինելու համար եւ ոչ թե ինքը մկրտեց Հովանեսին, այլ Հովանեսը մկրտեց իրեն, որտեղ Հիսուսը կոպիտ ասած մտել էր մեր կոշիկների մեջ, այսինքն մեր կյանքը վերցրել իր վրա եւ մեզ պետք է օրինակ ծառայեր իր կյանքով իր ամեն ինչով։ Եվ այստեղ այս կարևոր օրը ներկային եւ իր հայրը եւ Սուրբ Հոգին, այսպես ասենք իր հարազատները, որտեղ ասում է, երբ որ ջրից դուրս եկավ, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծո հոգին աղավնակերպ իր վրա էր իջնում, այսինքն Աստծո հոգին ներկա էր, Սուրբ Հոգին, եւ երկինքից ձայն լսվեց. դու ես իմ սիրելի որդին, այսինքն հոր ձայնը, հոր Աստծո ձայնը։
որ ունի իմ բարեհաճությունը։ Եվ հետո մկրտությունից հետո ասում է 12 և 13 համարները։ Եվ իսկույն հոգին նրան անապատ տարավ, նա այնտեղ մնաց 40 օր և սատանայից փորձության ենթարկվեց, ապրում էր գազանների հետ ու հրեշտակների ծառայում նրան։ Հիսուսը պետք է սկսեր իր ծառայությունը և 40 օր դա նախապատրաստական էր, ինքը պետք է հաղթեր այնտեղ, որտեղ ընկել էին Ադամն ու Եվան, և ինքը հաղթեց։ Ամբողջ Աստվածաշունչը, որ կարդում ենք, մենք տեսնում ենք, որ շատ անգամ այն մարդիկ, որ պիտի ծառայեն Աստծուն, դրանից առաջ առանձնացվում են, կամ անապատում, կամ մի այլ վայրում, եւ օրինակ Պողոս առաքյալն էլ, երբ որ պիտի սկսեր իր ծառայությունը, առանձնացավ որոշ ժամանակ, հետո նոր սկսեց իր ծառայությունը։ Մովսեսը 40 տարի եղավ հովիվ անապատում եւ Հովհաննես Մկրտիչը ինքը մեծացել էր արդեն անապատում։ Ինչու է Աստված այսպես ինչու է Աստված ուզում, որ ծառայությունից առաջ մարդիկ առանձնանան եւ հետո նոր սկսեն իրենց ծառայությունը, որովհետեւ երբ որ մարդ առանձնանում է, ինչ որ ավելորդություն կար իր վրա, որ խանգարում է Աստծուն ծառայելու, նա դրանից մաքրվում է։ Օրինակ Մովսեսը նոր կտակարանի որ ասում է Աստված իրեն բացեց, որ ինքը պիտի հանի այդ ժողովուրդը, ինքը մտածեց այո, շատ ճիշտ է որոշել Աստված, որովհետև ինքը այն ժամանակվա ամբողջ հնարավոր գիտությունը ստացել էր, ինքը հզոր մարդ էր, հզոր զինվորական եւ փարավոնի կանդիդատ էր, այսինքն կարող էր փարավոն դառնալ, ամենահզոր երկիր այն ժամանակ Եգիպտոսը, եւ ինքը կարծում էր, որ այո, Աստված ճիշտ ընտրություն է արել, ճիշտ մարդու է ընտրել, եւ ինքը անմիջապես առանց հարցնելու ասում, բայ ես ոնց պիտի անեմ դա, ինքը որոշեց, որ ինքը գիտի թե ոնց պիտի անի եւ այդ Եգիպտացուն սպանեց եւ հետո մենք գիտենք ինչ տեղ ունեցավ, ինքը փախավ, ինքը 40 տարի անապատում պահեց ոչխարներ, որպեսզի իր ամբողջ գոռոզությունը, մեծամտությունը, հպարտությունը իր մեջից մաքրվի գնա, որպեսզի ինքը տենա, որ ինքը ընդհանրապես մի հասարակ մարդ է։ Աստված փնտրում է խոնարհ մարդկանց, ոչ թե տաղանդավոր, ոչ թե խելացի, ոչ թե այլ խոնարհ մարդկանց, որովհետև եթե նա գտնում է խոնարհ մարդու, ով կարող է ծառայել իրեն, կարող է լսել իր ձայնը, այլ ոչ թե ասի, չէ, ես գիտեմ, դու ինձի ցուցումներ մի տուր։ Երբ որ Աստված մեզ ասում է ինչ-որ գործ անել, նա ցուցումներ է մեզ տալի։ Օրինակ Նոյին ասեց, տապանը կառուցիր եւ մանրամասն ցուցումներ տվեց, թե ինչպես կառուցի։ Նոյը չասեց, պետք չի Աստված ջան, ես գիտեմ ոնց սարքեմ, պետք չի։ Ես կսարքեմ, չէ։ Ինքը մանրամասը Աստծո ցուցումներին հետևեց եւ սարքեց։ Նույնը պահանջվում էր Մովսեսից։ Այսինքն Մովսեսը պիտի այնքան խոնարհվեր, որ սովորեր համբերությամբ սпасել Աստծո ցուցումներին։ Աստված ասում էր գնա փարավոնի մոտ, այսպես ասա, եւ ինքը գնում ասում էր։ Աստված պիտի հաներ իր ժողովրդին, ոչ թե Մովսեսի իմաստությամբ կամ չգիտեմ իր հզորությամբ եւ այլն։ Այսինքն երբ որ Աստված ուզում է, որ մենք իր համար աշխատենք, մենք պետք է այնքան խոնարհվենք, որ իր ցուցումները ստանանք։ Նա մեզ մանրակրկիտ ցուցումներ է տալի, թե ինչպես պիտի աշխատենք իր համար։ Եվ աշխատելով Աստծո համար զարգանում են եւ մեր տաղանդները, զարգանում են եւ մեր խելքը, եւ մեր իմաստությունը, ամեն ինչ։ Աստված դրա համար ասում, որ Աստված ընտրեց շատ հասարակ մարդկանց, որպես իր աշակերտներ, եւ այդ աշակերտների միջով շատ գործ արեց։ Իհարկե, նաեւ Աստվածը նաեւ ընտրում է գիտուն մարդկանց, Պողոս առաքյալը գիտուն մարդ էր, սովորած մարդ էր եւ նրա միջոցով շատ գործ կատարվեց, բայց որովհետեւ
Պողոսը խոնարհվեց եւ լսում էր Աստծո ձայնին, ոչ թե ինքնագլուխ էր գործում։ Ուրեմն Հիսուսը չուներ այդ բոլոր թերությունները, բայց Հիսուսի պատրաստվելը ուրիշ էր, քան թե մարդկանց, ինքը պետք է հաղթեր այն հարցերում, որոնցում որ հաղթվել էին մարդիկ, այսքան Ստամոքսի հարցը, երբ որ ասեց այս հացը, այս քարը դարձրու հաց, բայց Հիսուսը պատասխանեց, որ ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ Աստծո ամեն մի խոսքով, եւ նաեւ փառամոլությունը, որը մարդուկ ընկնում են, որ ասում է այստեղից թռի եւ Աստված քեզ պաշտպանես, մա չէ, պետք չի փորձել Աստծուն։ Եվ այս իհարկե հարստությունը, երբ որ ասեց ինձ ծնրադրի եւ այս ամեն ինչը ես կտամ քեզ, եւ Հիսուսը ասեց ոչ, պետք է դաշտել միայն Աստծուն։ Այսինքն Հիսուսը այդ 40 օրվա ընթացքում հաղթեց այն ասպարազներում, որոնցում տանուլ էին տվել մարդիկ, որպեսզի իր հաղթանակները մենք ունենանք, իր շնորհքը մենք ունենանք եւ հաղթենք, նա օրինակ ծառայեց մեզ։ Ինչպես հաղթեց Աստծո սուրբ խոսքով, մենք էլ կարող ենք նույն ձևով հաղթել։ Եվ վերջում կարդանք Մարկոս առաջին գլխի 14-15 համարները, որոնք հիշելու համարներն են։ Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա, քարոզում էր Աստծո թագավորության ավետարան ու ասում. լրացել է ժամանակը եւ մոտեցել Աստծո թագավորությունը, ապաշխարեք ու հավատացեք ավետարանին։ Այսինքն, ինչ նկատի ուներ այստեղ Հիսուսը, երբ որ ասում է լրացել է ժամանակը, ինչ ժամանակ է լրացել։ Դանիելի մեջ մենք գիտենք մարգարեությունը 77-յակի եւ ուրեմն ինչպես որ մարգարեցված էր Դանիելի մեջ 69-յակից հետո սկսվեց Հիսուսի ծառայությունը։ 69-յակը լրանում է 457 թվից մեր թվարկությունից առաջ, եթե հաշվում ենք 69-յակ տարիները, այսինքն 69 անգամ 7 այդքան տարի, մենք գալիս ենք 27 թիվը մեր թվարկության, երբ որ Հիսուսը սկսեց իր ծառայությունը։ Այսինքն Հիսուսը ասում է, որ լրացավ ժամանակը, եկել է ժամանակը այս մարգարեությունը իրականանալու, իր ծառայությունը սկսելու։ Եվ հետաքրքիր է, որ Հայտնություն 14:6 եւ 7 համարներ ասում է. տեսա երկնքում թռչող մի ուրիշ շեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանների երկրի վրա բնակողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին, նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագե երկինքն ու երկրի ծովն ու ջրերի աղբյուրներն ստեղծողին»։ Այսինքն արդեն հայտնության մեջ մենք տեսնում ենք, որ նաև եկել է նրա դատաստանի ժամը։ Այն ժամանակ եկավ այն ժամանակը, երբ որ ինքը պիտի սկսեր ծառայությունը, իսկ այժմ նրա դատելու, այսինքն նրա դատաստան անելու ժամանակը եկավ։ Այսինքն Աստվածաշունչը տալիս է մարգարեություններ բոլոր դեպքերի համար, եւ հետո Աստվածաշունչում մենք տեսնում ենք, թե ինչպես են հերթականությամբ իրականանում այդ դեպքերը։ Ինչպես Պետրոս ասում է, որ մարգարեությունը լույս է մեր ոտքերի առաջ, որ մենք այդ մարգարեությանը հետևելով տեսնենք, թե ինչպես է կատարում, եւ դա հավատք է մեզ տալիս եւ ամրապնդում է մեր հավատքը, որ իրոք Աստվածաշունչը Աստծո խոսքն է։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա բոլոր օրերը անցկացնենք իր հետ, իր խոսքը իրականացնենք մեր կյանքում Հիսուսի շնորհքով եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։